Պարոն Սարգսյան, նախ այդ ուռա հայրենասիրության հետ կապված կարծում եմ, որ որևէ կին պետք չի վիրավորել։ Ես ասում եմ, որպես զինված ուժերում ծառայած, հետո կամավոր գնացած զավակի հայ։ Ձեր խոսքից ուղղակի ուզում եմ հասկանամ, պարոն Պապիկյանի հետ ինչ որ առանձին ինչ է պայմանավորվել, որ մի կետը տալիս եք իրան, մի կետը ինքնա տալիս է, որովհետև հանձնաժողովում այդ տպավորությունները չկար, որ ներքին համաձայնություններ են եղել։ Պարոն Մանուկյան, նախ նշեմ իմ ասած ինչն էր վերաբերվում։ Ես ասում էի, որ 2019 թվականին երբ ամփոփում էինք 2018-ի թվերը, ես ասում էի ծառայողների թիվը ժամկետային 44,000-ից իջել է հասել է 25,000, պետքա դեմը առնել։ Դուք այն ժամանակ պատգամավոր չէիք, այսինքն ձեզ սա նվազագույնը չի վերաբերվում, չգիտեմ դրա հետ կապված խոսացել եք թե ոչ։ Ես ասում էի եկեք միջոցներ ձեռնարկենք, սրա դեմը առնենք, ասում էին ինչ ես խոսում։ Բոլորը պիտի ծառայեն։ Ասում էի 44-ից թիվը իջել է 25,000 էլի այժնելու։ Ասում էին բոլորը պետք է ծառայեն, քո նախագիծը դավաճանական նախագիծ է։ Հետո դրանից հետո անցավ 5 տարի, ծառայողների թիվը 25,000-ից իջավ 14,000, այսինքն այդ անկումը 44,000-ից որ դարել է 25, շարունակվեց դառնալով 14,000։ Հիմա էլի նույնն եմ ասում։ Ու այն ժամանակ գործընկերներ ունեինք, ընդդիմադիր իշխանական էական չի, ովքեր ասում էին, որ ոչ պիտի բոլորը ծառայեն, հետևողական չեղան, որ բոլորը ծառայեն, ծառայողների թիվը նվազեց, տեսակարար կշիռը բանակ զորակոչվողների նվազեց։ Սրանով է պայմանավորված։ Իսկ ինչ վերաբերվում է պաշտպանության նախարարի հետ համաձայնության գալու։ Մենք նույն քաղաքական ուժն ենք ներկայացնում, մենք թիմ ենք։ Մենք ունենք ներքին պայմանավորվածություններ, ըստ որի մեր падգամավորները նախագիծը շրջանառելուց առաջ պետք է ունենան կառավարության դրական դիրքորոշում աշխատանքային կարգով, որից հետո շրջանառեն։ Մենք դրանից առաջ 2 տարի պաշտպանության նախարարի հետ աշխատել ենք, եկել ենք պայմանավորվածության եւ դրանից հետո եմ միմյան ես նախագիծը շրջանառել։ Դրա արդյունքում էլ եւ կառավարությունը պաշտպանության նախարարությունը տվել են դրական եզրակացություն։ Այժմ խախտվել է պայմանավորվածությունը, քանի որ պաշտպանության նախարարը նոր հանգամանք ասում է ծառայության ժամկետը կրճատել ենք։ Մինչդեռ մենք միջև դրական տալնել ենք պայմանավորվել, որ ծառայության ժամկետը կրճատելու ենք։ Այսինքն մայիսին, երբ որ պաշտպանության նախարարը դրական է տվել իմ նախագիծը, այն ժամանակ գիտեինք, որ աշունը պաշտպանության նախարարը բերելու է ժամկետի կրճատումը։ Ու ինչ չէին ասում, գիտես ինչ կա, մենք աշտանը ծառայության ժամկետը կրճատելու ենք, այս նախագիծը մի արա, այլ հակառակը։ Ասում էին դու արա, սրա արդյունքում զինվորների թիվը կավելանա, մենք էլ ծառայության ժամկետը կկրճատենք, որպեսզի միավոր ժամանակահատվածում զինվորների թվի պակաս չունենանք։ Այնիշ կրճատումը արեցինք, բայց թվի ավելացման նախագիծը չենք արել։ Ու հիմա պետք է անենք, կամ կարանք չանենք։ Ես падգամավորներից որևէ մեկին չեմ խնդրել, ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր։ Առանձնազրույց չեմ ունեցել, չեմ ասել, գիտեք ինչ կա, խնդրում եմ եկեք ես նախագծին կողմ քվեարկեք, որովհետև այս փողերը ես մեր տուն չեմ տանելու, ոչ այդ զինվորներն են մեր տուն տանելու, ոնց որ նախկինում ա եղել։ Ես ասում եմ այդ փողերը կգա կհավաքագրվի բանակ։ Ծառայող տղաները, երբ որ կզորացրվեն, կստանան գումար։ Այ հիմա օրինակ ինձ մի աղջիկ գրել այսօր առավոտյան, որ իմ եղբայրը ամառը զորացրվելու է եւ տարածվի այս օրենքի իր վրա, թե չէ։ Հստակ ասում եմ, եթե օրենքը ընդունվեց, այս հուլիսին զորացրվողները կստանան արդեն իսկ հավաքագրված 2 միլիարդ դրամը կբաշխվի հավասարաչափ բոլորի միջև։ Միջինացված ամեն զորացրվող կստանա 500,000 դրամ։ Եթե թիվը չաճի, եթե թիվը աճի օրենքի ընդունման արդյունքում, միջև 1 միլիոն ու կես այս ամառ զորացրվողները կստանան։ Չենք ընդունի։ Այդ գումարները կշարունակի հոսել կոռումպացված բժիշկների եւ զինվորական հարության գրպանները, ել չեմ ասում արտասահման քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, նայեք, Արձագանք, հա։ ձեր մտահոգությունը լրիվ ընդունելի է, տարիներ շարունակ բոլորը մտահոգվել են դեմոգրաֆիական վիճակով, զորակոչով եւ այլն եւ այլն։ Եվ բազմաթիվ այդպես նախաձեռնություններ կան։ Ուղղակի անվտանգության համակարգը, բանակի համակարգը այնպեսին է, որ առանձին մեկ փոփոխությունը, տեսեք, օրինակ 2-3 օր առաջ պաշտպանության նախարարության դիմացի այդ տխուր պատկերը 2 տարվա ծնողների հանրավաքը։ Այն ժամանակ երբ որ բերում էին նախագիծը, հաշվի առեք, որ բանակում անհավասար վիճակ ալնելու 1.5 տարի, 2 տարի եւ դրա պատուղներն են։ Այդ մտահոգությունները կան, բայց այնուամենայնիվ Պարոն Քոչարյանի հիշեցնա փորձագիտական
եզրակացությունը, որ իրոք մասնագիտական եզրակացություն է, այսինքն դուք խնդիրները լուծելու փոխարեն ասում եք կախվեր, քանի որ բանակից փողով ազատվում են, քաղաքացիությունից հրաժարվում են, եկեք սարքենք մի քանի միլիոն տա ու ազատվի։ Խնդրեմը այդ ստվերային բաները լուծելն է եւ ոչ թե դրա լուծման համար միջանկյալ տարբերակ փողով ազատվել։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, արձագանքեմ պարոն Քոչյան։ Պարոն Մանուկյան, սխալ եք ներկայացնում։ Ես ինչ եմ ասում։ Ասում եմ 3000 հոգի քաղաքացիությունից հրաժարվում ամեն տարի։ Սրա արդյունքում մեր բանակի տարեկան զորակոչը պակասում է 30%-ով։ Սա այս պահին գործող վիճակ է։ Սա անցած տարի էլ է, անցած տարվա թիվը 1900-ը, էլի խայտարակ մեծ թիվ է, դա կազմել է մեր տարեկան զորակոչի մոտավորապես 20%-ը, որովհետև վերջին տարիներին մենք 8000-ից 10000 զորակոչ ենք ունեցել տարեկան, երկու զորակոչներ իրար հետ, ամառային ու ձմեռային իրար հետ։ Ասում եմ եկեք, այս քաղաքացիներին ովքեր հրաժարվում են, ասենք ախպեր ջան, եթե դուք ուզում եք հրաժարվեք, 15 միլիոն վճարեք, դա այն գումարն է, որը այսօր վճարում ենք 27 տարին լրացած չծառայեցնա, այսինքն դա այն գումարն է, որը հավասարեցված է երկու պայմանագրային զինծառայող երկու տարվա աշխատավարձի։ Մենք եթե ուզում եք հրաժարվեք չծառայեք, վճարեք այդ գումարը, դա վերցնենք, տանք 10 հոգու ծառայողների ամեն մեկին 1.5 միլիոնով, որպեսզի ձեր չծառայելու արդյունքում մնացածի ծառայությունը արժևորվի, որ ինքը չասի, ես խի գնացի ծառայության, ծառայեցի 2 տարի կամ հիմա տարուկես, բայց իմ համադասարանցին ոչ ծառայեց, ոչ գումար տվեց։ Այս դեպքում կբալանսավորվի, այսինքն անհավասար վիճակ է այսօր որ կա, որոշ չափով կմեղմվի։ Ու ուրիշ բաներ եմ ասում առաջարկենք։ Նաև ասենք այս քաղաքացուն 15 միլիոնը մի տու հրաժարվի քաղաքացիությունից, եթե ամեն գնով չես ուզում ծառայես երկար ժամկետով։ Արի վճարի 15 միլիոն, նույն 15 միլիոնը։ Ծառայի 1 ամիս։ Պաշտպանության նախարարությունը ասում է նպատակահարմար չի։ Ես ինչ եմ ասում։ Ասում եմ գործող կարգով մենք ունենք 27 տարին լրացածը, կարող է վճարի 8 միլիոն, ծառայի մի ամիս։ Հիմա ասում եմ 26-ին, տանք նույն հնարավորությունը մի ամիս ծառայելու, երկու անգամ շատ վճարելու դիմաց, ասում եմ 15 տա, չի ուզում սպասի 27-ը լրանա։ 26-ում, 25-ում ուզում է կրկնակի շատ տա։ Քիչ ես ուզում իրան այդ հնարավորությունը տաս։ Ասում եմ չեմ, բայց այդ փողը քեզ չեմ տալի։ Այդ փողը վերցնելու եմ տալու եմ ծառայող զինվորին։ Շատ լավ, շատ լավ։